Ինչ է պարը։ Շատերի համար գեղեցիկ շարժումների հերթականություն, սակայն կան մարդիկ, ում համար պարը դա կյանքի ռիթմն է։ Սպորտային պարը այստեղ միայն հոբի չէ։ Սա ամենօրյա աշխատանք է, պայքար է, ճանապարհ դեպի հաղթանակ։ Եկեք հասկանանք, թե ինչպիսին է սպորտային պարը ներսից։ Որքան ինձ հիշում եմ, ես միշտ պարել եմ, փոքր տարիքից 7 տարեկանից պարել եմ, բայց հենց սպորտային պարերի գծով զբաղվում եմ 15 տարեկան հասակից ինքնուրույն եմ ընտրել, տեսա մի զույգ, որ պարում էր եւ շատ հետաքրքրեց ինձ, ես էլ էի ուզում նույնպես պարեի, փնտրեցի, համապատասխան ստուդիաներ գտա եւ գնացի ինքնուրույն արդեն առանց ծնողներիս ստացի եւ սկսեցի պարել։ Երբ լսում եմ սպորտային պարեր, պատկերացնում եմ break dance կամ hip hop, ինչ-որ ավելի տենց սպորտային հագուստով պարեր, բայց ոչ, սպորտային պարերը դա զույգով պարերն են, լատինոամերիկյան եւ եվրոպական պարերն են, ինչ են կոչվում սպորտային, քանի որ մենք մասնակցում ենք մրցույթների, մեր հիմնական նպատակները համերգները չեն, այլ մրցույթներն են։ Մենք պատրաստում ենք սպորտսմենների, ովքեր աշխարհի չեմպիոնատների են մասնակցում, Եվրոպայի չեմպիոնատների են մասնակցում, ինչպես նաև Հայաստանի բոլոր մրցույթներին։ Ռոման Մուխինն է, Հայաստանաբնակ, բայց ազգությամբ ռուս երիտասարդ, ով 4 տարեկանից զբաղվում է սպորտային պարերով։ Мне 25 лет, я уже 21 год занимаюсь. И в Армении я 3 года, буквально 2 года назад я нашел данную студию Impulse Dance. Ну, это как мое любимое дело, мое хобби, то, чем я хочу заниматься, развиваться в этом. И вот я продолжаю. Չնայած լեզուների տարբերությանը, Ժաննան նշեց, որ իրենց գործը հեշտացնող մեկ կարևոր բան կա։ Կա լեզվի պատնեշ մեր մեջ, մենք խոսում ենք ավելի շատ պարի տեսքով։ Հայաստանում սպորտային պարերի ոլորտում տղաների թիվը դեռևս զիջում աղջիկների թվին։ Հայաստանում տղաները մի քիչ չեն սիրում պարով զբաղվել, բոլոր պարավոճերում կա այդ խնդիրը, որ աղջիկները շատ են, տղաները քիչ են, բայց կան նվիրյալներ, ովքեր որ իրենց ուղին միայն այդտեղ են տեսնում, այնպես որ փորձում ենք զարգացնել, աղջիկներ էլ կան, հիմա սոլո են պարում, սոլո նշանակում է միայնակ աղջիկներ են պարում, դա էլ ենք զարգացնում, բայց սա հիմնականում զուգապար է։ Իրականում դժվար է բարձրակարգերի վրա պարել, բայց համ զույգսաբոյով, համ պետք է հագնեմ, որտեղ շատ սիրուն է, շորերով քարերի հետ էլ սիրուն է նայվում։ Մենք արտերկրում շատ մրցույթների ենք մասնակցել, վերջերս Ֆրանսիայում ենք եղել, բավականին լավ արդյունքներով ենք վերադարձել, իմ աշակերտներից մեկը 6 ոսկե մեդալ վերցրեց, որը կարծում շատ բարձր արդյունք է։ Բոլոր հայերը, ասեմ ձեզ, բավականին բարձր տեղերում էին, այնպես որ մենք մեր երկրի պատիվը բարձր ենք պահել։ Պարը թողնելու մասին մտքեր երբեք չեմ ունեցել, ճիշտն ասած, որովհետև չեմ կարող պատկերացնել ինձ պարից դուրս։ Իմ առօրյան պարով սկսվում է, պարով ավարտվում է։ Զրույցի վերջում Լուսինեն խորհուրդ է տալիս ծնողներին, թե ինչպես երեխաներին ուղղորդել դեպի պարը։ Պարը երեխաներին թույլ է տալիս ձեռք բերել նոր ընկերներ, առողջության համար օգտակար է։ Նոր հնարավորություններ, ճամփորդություններ, սովորեցնում է պարտվել եւ հաղթել, սովորեցնում է հասնել նպատակներին։ Իմ կարծիքով ցանկացած ծնող կցանկանա, որ իր երեխան լինի ամուր, իմանա ինչպես հասնի իր նպատակներին։ Պարը այդ ամեն ինչը տալիս է։ Մնացեք մեզ հետ եւ հետեւեք կինոմեդիայի հաղորդումներին, որպեսզի բաց չթողնեք մեր քաղաքի լավագույնների պատմությունները։